Մերձավոր Արևելքում պատերազմը Իրանի դեմ կարծես թե ստվերում է թողել ամերիկյան նախատեսված ծրագրերի իրականացումը Հարավային Կովկասում։ Մինչև Իրանի դեմ պատերազմը բուռն քննարկվում էր ու շատերի մոտ հավատ կար ու կա, հատկապես իշխանական թևում, թե Ադրբեջանը Նախիջևանի Սյունիքով կապող թրիփ կամ Թրամփի ուղի նախագիծը կյանքի կկոչվի։ Հայաստանի եւ Ամերիկայի միջև երկկողմ աշխատանքները թրիփի իրագործման ուղղությամբ շարունակվում են։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ փաստաթղթային փուլն է աշխատանքների եւ ըստ էության միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում են գտնվում։ Իրանի դեմ պատերազմի ընթացքում եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին քիչ են անդրադառնում այդ նախագծին։ Ալիևը կարծես թե պոչը քաշել է, զգուշավոր է դարձել, իսկ հայկական կողմը սպասողական վիճակում է։ Քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքն էլ հավատում է, որ այդ նախագիծն ավելի շուտ կյանքի չի կոչվի։ Պատերազմը եւ դրան ուղեկցող դիվանագիտությունն այժմ սպառնում են թրիփին եւ Բաքվի ու Երևանի կողմից արձանագրված ամբողջ առաջընթացին։ Աշխարհը շունչը պահած սպասում է ամերիկա-իրանյան հնարավոր բանակցությունների արդյունքներին։ Միացյալ Նահանգների նահանջի դեպքում բանակցային գործընթացում Իրանի դերակատարությունն ավելի է մեծանում Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում։ Սա նշանակում է, որ Իրանը խոշորացույցի տակ է պահելու բոլոր նախագծերը, որոնք նախատեսվում են տարածաշրջանում եւ չի բխում իր շահերից։ Ամերիկյան սանիտարական կորդոն Իրանի շուրջ այս կոնֆիգուրացիայով թրիփը կյանքի չի կոչվելու։ Թրիփ նախագծի մասին երբ որ խոսում ենք, երևի արդեն կարելի է ասել RIP trip. Փորձագետներից շատերն էլ համարում են, որ ամերիկա-իրանական բանակցային գործընթացները շատ ավելի երկար կտևեն, նույնիսկ ամիսներ ընդհանուր հայտարարի գալու համար։ Թեհրանն այնպիսի պահանջներ է առաջ քաշում, որ Վաշինգտոնը դժվար թե դրանց շուրջ միանգամից համաձայնության գա։ Սա նաև ԱՄՆ-ի իմիջին հարվածելու հարց է։ Միացյալ Նահանգներում Թրամփի դեմ դժգոհություններն ավելի են մեծանում։ Դեմոկրատները համարում են, որ Թրամփի յուրաքանչյուր սխալ քայլ նահանգներին տանում է մութ աշխարհ։ Միջազգային մամուլը գրեթե ամեն օր գրում ու քննարկում է Թրամփին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնությունների մասին։ Ճնշումը եւ ներսից կա եւ դրսից կա, որը նաեւ իդեպ կազդի է տարածաշրջանի վրա, նաեւ Հայաստանի վրա կազդի։ Եվ սրանից հետևող հարցը, եթե Թրամփը հեռանա գլխիկոր, ով է իրականացնելու նրա անվանումը կրող նախագիծը։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն է ի պատասխան Armenpress-ի հարցերին հայտնել, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ Թրիփը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում եւ դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների եւ փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ թրիփ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ Թրիփի եւ հարակից պայմանավորվածությունների մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել է $145 միլիոն նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը։ Իհարկե պայմանագիրը երկկողմ է լինելու եւ համաձայնություն եւ նախագիծը մեծ հաշվով ամբողջ երկկողմ է, նկատեմ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, բայց նաեւ շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենալու եւ ըստ էության ամենայն հավանականությամբ նաեւ այդ համակարգերի կառավարման փուլում։ Մի բան հստակ է, Իրանը հիմա աշխարհի անցուդարձն է հսկում եւ գումար ստանում Հորմուզի նեղուցից։ Թրիփի կյանքի կոչվելու դեպքում կողմերը պետք է հաշվի նստեն նաեւ Իրանի հետ, իսկ դա եւս ԱՄՆ-ի իմիջը սասանում է։ Այն, որ դեռ ԱՄՆ-ում հավատում են, թե Իրանի քթի տակ իրենց ուզածով ծրագիր կարող են իրականացնել, ամերիկացիները փորձագիտական համայնքն այսպես է ասում, խնդիր չէ։ Թրամփի վարչակազմի սովորությունն է այդպիսին։ Իրենք հեռացող են եւ նրանց ձեռնտու չէ խոսել նահանջողի պարտվողի դիրքերից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։